Բարի ուշ երեկո։ Այսօր խոսելու եմ իշխանության եւ ընդդիմության պոպուլիստական հայտարարությունների եւ անգործության մասին։ Սկսեմ իշխանությունից։ Այսօր հայտարարություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք գիտենք, որ արդեն բավականին ժամանակ է Հայաստանը խնդիրներ ունի ապրանքների արտահանման մասով։ Մեր հիմնական սպառողը Ռուսաստանի Դաշնությունն էր հայկական ապրանքների եւ արդեն ինչքան ժամանակ է մենք խնդիր ունենք։ Վերջին շրջանում էլ պարզ դարձավ, որ կատնամթերք առհասարակ չենք արտահանելու դեպի Ռուսաստան։ Այս համատեքստում որոշ ժամանակ առաջվանից կային խոսակցություններ, որ մենք այլընտրանքային շուկա կգտնենք, մենք նաև պաշտոնական հայտարարություններ ենք տեսել, թե ծաղիկներ ենք արտահանել Եվրամիություն, ջրերը կարտահանենք, սա կարտահանենք, նա կարտահանենք։ Տեսեք, ես ուզում եմ, որ մենք բոլորս վերջապես սկսենք հավատալ ոչ թե նրան, ինչին որ ուզում ենք, այլ նայենք այն իրականությանը եւ տեսնենք այն, ինչ մենք իրականում ունենք։ Խնդիրը այն չէ, որ Հայաստանը այլ շուկաներ չի կարող գտնել, հա, թե իդեմս Եվրամիության, թե այլ երկրների, բայց դրա համար պետք է, որ իշխանությունը, կառավարությունը տանի կոնկրետ քաղաքականություն եւ լուրջ աշխատանք։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը մտածում էր, որ կարող է լինել ռիսկ, իսկ եթե այդպես չմտածեր, ապա չեր անի, հա, որոշակի հայտարարություններ, որոնք կարող էին հանգեցնել այդ ռիսկին, որ ինչ որ մի օր դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը խնդիրներ կառաջացնի, ապա դեռևս մի քանի տարի առաջվանից Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր, որպեսզի հայկական ապրանքները կարողանար արտահանել դեպի Եվրոպա։ Ես հիմա ուզում եմ բացատրել, թե ինչի մասին է խոսքը։ Տեսեք, օրինակ դուք արտադրում եք կատնամթերք, որը առաջին հայացքից ձեր պատկերացումներով բավականին որակյալ է, ինչ խնդիր կա, պետք է եվրոպացիները գնեն այդ կատնամթերքը, կամ ճիր եք արտադրում, կեռաս եք աճեցնում, ծիրան եք աճեցնում եւ այլն եւ այլն։ Եթե դուք դա ցանկանում եք վաճառել եվրոպական շուկայում, ապա կան բազմաթիվ գործողություններ, որոնք մինչև վաճառքին հասնելը դուք պետք է կատարեք։ Նախ առաջինը ձեր ապրանքը պետք է սերտիֆիկացում անցնի։ Պետք է նախ Հայաստանում լինեն համապատասխան լաբորատորիաներ, որոնք ուսումնասիրեն ձեր ապրանքը եւ կտան այդ թույլտվությունները, որոնք անցնում են Եվրամիության երկրներում։ Սա այն ամենապարզ բանն եմ ասում, որը որ պետք է ունենալ։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ օրինակ մրգերի բանջարեղենների մասով հատուկ փորձաքննություններ պետք է անցկացվեն, որպեսզի պարզվի, թե ինչ պեստիցիդներ են օգտագործվում, ինչ չափի են դրանք օգտագործվում, ինչպես են աճեցվում, ինչպես են ջրվում եւ այսպես շարունակ, հա։ Այսինքն յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով կան բազմաթիվ գործողություններ, որոնք պետք է արվեն նախքան այդ ապրանքը Եվրամիության շուկայում վաճառքի հանելը։ Պարզ ասած, եթե իշխանությունը ցանկանում էր, որպեսզի Եվրամիության երկրներում հայկական ապրանքները վաճառվեին, ապա նա պետք է դեռևս մի քանի տարի առաջվանից պատրաստեր հայ արտադրողին, այնպես, որ վերջինս իր ապրանքը այնպես աճեցնի, պատրաստի, որպեսզի դա Եվրամիության շուկայում վաճառքի պիտանի լինի։ Սա մեկ, երկրորդը, նույնիսկ եթե ձեր արտադրանքը պիտանի է Եվրամիության շուկայում, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք արտահանել, որովհետև շատ հնարավոր է դուք չկարողանաք ապահովել միայնակ այն ծավալները, որոնք որ անհրաժեշտ են Եվրամիության շուկա մուտք գործելու համար։ Այստեղ նորից պետք է պետությունը ստեղծեր համակամ գոնե օգներ, աջակցեր, նպաստեր, թեկուզ ինֆորմացիոն մասով համապատասխան տեղեկատվություն տրամադրեր կամ ներդրումներ բերեր, որպեսզի ստեղծվեն միասնական արտահանման կենտրոններ, միասնական պահեստներ եւ այսպես շարունակ։ Ինչ է արել Հայաստանի իշխանությունը։ Արել է մի շարք հայտարարություններ, որոնք հանգեցրել են Ռուսաստան-Հայաստան, ինչպես նաեւ ԵԱՏՄ Հայաստան հարաբերությունների վատթարացման, այսպես ասած, եւ արդյունքում մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ զրկվում ենք մեր հիմնական շուկայից, Ռուսաստանից, եւ չունենք այլընտրանքային շուկա։ Այստեղ մենք ունենք միայն գեղեցիկ խոստումներ, որոնք ռոմանտիկայի ժանրից են, հա, որ մենք սա այս երկիր կարտահանենք, նա այն երկիր կարտահանենք, Ֆրանսիան կգնի մեզանից ծիրան, չգիտեմ, Իտալիան կգնի մեզանից լոլիկ եւ այսպես շարունակ։ Իրականությանը սա չի համապատասխանում։ Ոչ թե դա հնարավոր չէ, երկարաժամկետում այո, իհարկե հնարավոր է։ Օրինակ, եթե մենք այսօր սկսենք համապատասխան գործողություններ կատարել, որպեսզի 5 տարի հետո
մեզանից Եվրամիությունը ապրանքներ գնի, կարող ենք մենք հասնել դրան, որ 5 տարի հետո մեր արտադրություն կազմակերպող ընկերությունները զբաղվեն այդ հարցերով, մենք հատուկ պահեստներ ստեղծենք, լաբորատորիաներ կառուցենք, այսինքն կոնկրետ աշխատանքներ տանենք, ինչը նախ պահանջում է շատ ներդրումներ եւ համապատասխան պետական քաղաքականություն, բայց դրա համար ժամանակ է պետք, այսինքն եթե մենք այսօր սկսենք շատ կարճ ժամկետ է, որում մենք կհասնենք դրան, մոտավորապես 3-ից 5 տարի է, շատ կարճ ժամկետ եմ ասում, բայց մենք այդ 5 տարին պետք է ապրենք, շատ պարզ ժողովրդական լեզվով ասած, այսինքն ինչ է ստացվում, որ իշխանությունը չստեղծելով այլընտրանքային շուկաներ, զրկում է իր երկրին, իր բնակչությանը հիմնական շուկայից, այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունից, Սա ինչի կարող է հանգեցնել, սա կարող է հանգեցնել մի այնպիսի կոլապսային վիճակի, այսինքն որ ստեղծվի տնտեսական այնպիսի վատ պայմաններ, որ Հայաստանի Հանրապետությունը ստիպված լինի նորից գնալ ցավոտ զիջումների, այսպես ասած, Այդ զիջումները կարող են լինել թե ռուսական կողմին, թե թուրքական կողմին, անհայտ է որ կողմերին, որովհետև եթե մենք հայտնվենք տնտեսական շատ վատ վիճակում, բնականաբար մենք ստիպված ենք լինելու ընդունել այն առաջարկները, որոնք որ մեզ այդ պահին կանեն, քանի որ այլ տարբերակ չենք ունենալու։ Եթե մենք զրկվում ենք մեր հիմնական շուկայից, մեր արտադրանքը չենք կարողանում իրացնել, մենք ունենում ենք տնտեսական վատ թարագույն վիճակ, մենք ստիպված ենք լինում արդեն համաձայնվել նրան, ինչ մեզ առաջարկելու են։ Իսկ մենք չգիտենք մեզ ինչ են առաջարկելու, ով է առաջարկելու եւ դրա արդյունքում մենք ինչ ենք պատրաստ լինելու զիջել, ինչ են մեզանից ուզելու դրա դիմաց։ Սա իշխանության մասով։ Հիմա անցնեմ ընդդիմությանը։ Ընդդիմությունը արդեն բազմաթիվ անգամներ արձանագրել ենք, որ չկարողացավ իր առջև դրված միակ նպատակին հասնել, որն էր իշխանափոխությունը, եւ հիմա կարծես թե որդեգրել է այլ մոտեցում, ինչ որ լուծումներ են փորձում առաջարկել, գաղափարներ են գեներացնում, խոսում են այն մասին, որ մի քանի տարի հետո Ադրբեջանը այլևս նավթ չի կարողանալու արտահանել, ինչ կապ ուներ դա Հայաստանի Հանրապետության հետ չեմ կարող հասկանալ, որովհետև Ադրբեջանի տնտեսական վիճակի վատ հարացումը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակի լավացման վրա, հա, այսինքն սա ժողովրդի լեզվով ասած, որ ասում է հարևանից մեքենան այրվեց, սիրտս հովացավ, լրիվ այդ վիճակն է եւ անտրամաբանական ինչ որ անմիտ խոսակցություններ են սրա։ Ես այս իրավիճակում երբ տեսնում եմ, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը գտնվում են բացառապես մարդկանց շեղելու օրակարգի մեջ, հա, այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ժամանակ եմ փորձում ձգել, որպեսզի մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվում իրականում։ Իրականությունը շատ տխուր է, եթե այսպես մնա։ Եվ մենք հայերս ամբողջ աշխարհում գտնվող պետք է վերջապես կարողանան գիտակցել, հասկանալ եւ ընդունել, որ մենք հույսներս պետք է դնենք մեր վրա, բացառապես մեր վրա, այն մարդկանց, ովքեր իրոք ուզում են ունենալ պետություն, իրոք ուզում են, որ հայ ազգը պահպանի իր ինքնությունը եւ կարողանանք ինչ որ միասնական օրակարգ ձևավորել ու փորձել պահպանել մեր պետությունը եւ մեր ազգային ինքնությունը։ Մենք չենք կարող հույսներս դնել ոչ իշխանության վրա, ոչ այն ընդդիմության վրա, որը խորհրդարան է գնացել եւ արդեն այսօր պարզ է ինչով է զբաղվելու խորհրդարանում։ Այդ մասին բազմիցս խոսել ենք, ես ինքս եմ ներկայացրել, որ նույն ուժեղ Հայաստանը այլ տարբերակ չունի, քան ծառայել իշխանությանը եւ դա տեսանք, մենք տեսանք վերջերս, ինչպես կալանավորված մարդկանց բաց թողեցին, կարծում եմ դա կարող էր տեղի ունենալ բացառապես պայմանավորվածությունների արդյունքում։ Իսկ Հայաստան դաշինքը ունի արդեն այդ փորձը 5 տարի աշխատել է որպես ընդդիմություն, հիմա ուղղակի շարունակելու է, բայց մի փոքր ավելի բարձր level-ով, այսպես ասած, մի քիչ ավելի լավ պայմաններով ընդդիմություն է լինելու, մի քիչ ավելի քիչ է ծեծվելու։ Հետևաբար, այս իրավիճակում ես կարծում եմ մեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի մենք ամեն մեկս մեր տեղում կարողանանք հասկանալ, ինչ կարող ենք անել այդ միասնական օրակարգի ձևավորման համար եւ սկսենք կոնկրետ աշխատանք կատարել։ Այլապես մենք այս աշխարհում, որտեղ ամեն օր ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում եւ իդեպ մենք կարող ենք այդ փոփոխություններից օգուտներ ունենալ, Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, նորմալ ընդդիմություն, պետականամետ մտածողությամբ քաղաքական գործիչներ, մենք այսօրվա աշխարհում կարող էինք շատ բոնուսներ ունենալ։
Բայց հակառակը, մենք ամեն օր կորցնում ենք, ամեն օր զիջումների ենք գնում, ամեն օր հայտնվում ենք ել ավելի վատ վիճակում։ Ինչ վերաբերում է դեպի Եվրամիության շուկա արտահանումներին, ապա ես ինքս այս պահին ուսումնասիրում եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչ է պետք անել այդ ուղղությամբ եւ երբ որ ունենամ արդեն համապատասխան ճշտված ինֆորմացիա, անպայման կկիսվեմ, որպեսզի փորձեմ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր արտադրություն են իրականացնում, ովքեր ցանկություն ունեն արտահանելու, քանի որ այն տնտեսական վատ վիճակը, որում կարող է հայտնվել հայ արտադրողը, հայ գյուղացին ներկայիս պայմաններում, եթե որևէ բան չփոխվի, իսկ արդեն պարզ է, որ որևէ բան չի փոխվելու, որովհետև նույն իշխանությունը պետք է այդ գործողությունները արած լիներ մինչ այս պահը։ Դա ուղղակի տեխնիկապես հնարավոր չի շատ արագ կազմակերպել։ Հնարավոր է մի քանի ֆուռ ապրանք արտահանել այս կամ այն եվրոպական երկիր զուտ ցույց տալու համար, թե իբր մենք արտահանում ենք դեպի Եվրամիություն, բայց եթե խոսքը գնում է արտահանման մեծ ծավալների մասին, ապա դրա համար բնականաբար շատ լուրջ աշխատանք պետք է տարված լիներ արդեն, ինչը չի արվել։ Ես կփորձեմ օգտակար լինել այս մասով այնքանով, որքանով որ կկարողանամ։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։